Սիրելի կույսեր, ողջույն, այսօր ես կներկայացնեմ, ինչպես ասում են, ձեր հերթը հասավ, կներկայացնեմ ձեր նշանի համար կանխատեսումը դեկտեմբեր ամսվա, ավարտվում է տարին եւ ինչն է հատկանշական, որ դուք գտնվում եք նոյեմբերին փաստորեն 4-րդ տեղում եւ հիմա հայտնվել եք 10-րդ տեղում, այդպես հետ եք շարժվել, հետ ընթաց եք ունեցել եւ ունենք այն ինչ ունենք. Եվ հատկանշական է նաև, որ այսօր ձեզ բաժին ընկավ իմ օրացույցով այսօր 25-ն է, Մարսը բաժին ընկավ։ Այո, շատ ես կասեի այս պահին, քանի որ հիմա նոյեմբերն է, թեկուզ հենց այս պահին Մարսը մեծ իհարկե գործողություններ կան իր շուրջը, մեծ դերակատարություն ունի ձեր կյանքում, այլ նույն իհարկե այս պահին ոչ միայն հենց այսօրը, այլ ասենք թեկուզ նոյեմբեր ամսին։ Շատ կարևոր ուրեմն գործողություններ ձեր կյանքում եղել են եւ դեռևս ինքը ներողություն դեռևս դեկտեմբերի 15-ը ինքը նույն թեմաներն է շոշափելու, իհարկե ձեր անձնական քարտեզով պայմանավորված, գիտեք, մենք այսպեսի իրավիճակ կարող ենք ունենալ, ես քանի որ ձեզ բաժին ընկավ Մարսը, ես այդպես մանրամասնեմ եւ այստեղ գիտեք հնարավոր է որ տանը այդպես իրադարձություններ են հնարավոր է ինչ որ վերանորոգում կամ ուղղակի միջամտություն որտեվ այս ամսին ինչ որ այդպես գլոբալ վերանորոգում չնայած եղանակը բավականին բարեհաճ է, շատ լավ եղանակ է եւ նման գործերն էլ բավականին հաջողությամբ կարելի է իրականացնել, բոլոր դեպքերում արժևում ձմեռ է, պարզապես փոքր միջամտություններ կարող են լինել, ինչ որ փոփոխություններ, միգուցե կահույքի տեղադրում կամ վաճառք նման հարցեր կարող են լինել, որոշակի լարվածություն կա, ինչ որ հարցեր եք լուծում, դա կարող է լինել թե բաժանություն ընտանիքից, թե արտերկրի հետ կապված հարցեր կլինեն, աշխատանքի հետ կապված, դա կարող է լինել անձնական հարցեր, կարող են լինել սովորելու ուսման հետ եւ այլն եւ այլն։ Այսպեսի հարցեր են, որ դուք քննարկում եք եւ դա բնականաբար առաջիկայում դեկտեմբերին եւս դառնալու է ձեզ համար առաջնային եւ ես կարծում եմ, որ 2026 թվականին շատերի մոտ համենայն դեպս արտերկրի թեման ակտիվ կլինի եւ դա իրենք կիրականացնեն, բայց ինչն է հետաքրքրական ձեզ ասեմ, որ 2026 թվականի կեսերը մինչեւ ընդհանուր դուք դա պետք է արագացնեք, որպեսզի իրականացնեք, որովհետեւ հետո արդեն կարող է դժվարություններ լինել եւ շատ կույսեր, որոնք թեկուզ ասենք շրջագայության մեկնելիս կամ աշխատանք արտերկիր ավելի հաճախ էին գնում գալիս, հա, դա կփակվի, այդ հաճախ գնալ գալը կփակվի, հաճախակիությունը ավելի ճիշտ կփոքրանա եւ արդեն իրենց գործում միգուցե գան այն եզրահանգման, որ պիտի փոխվի, շատ բան պիտի փոխվի եւ կենտրոնանան հենց այդ աշխատանքի վրա եւ այդպես էլ շարունակեն իրենց աշխատանքը։ Ես զգուշացնեմ նախապես, որ դուք հասկանաք, թե դա երբ հափակվելու 26 թվականի կեսերից, որպեսզի եթե մեկնելու եք, եթե ինչ-որ կոնտրակտ ունեք եւ այլն, աշխատանքի հիմնականում աշխատանքի հետ կապված մեկնելու ընդմիշտ եւ այլն, այստեղ դուք պիտի ուրեմն դա իրականացնեք մինչեւ 26 թվականի կեսերը։ Ես առաջ անցնելով ասեմ, որպեսզի իմաստավորվի իմ ուրեմն խորհուրդան, որ իմաստավորվի կանխատեսումը, այլապես հեքիաթի կնմանվի, չէ, որ մենք մանավանդ կույսերի համար ես հասկանում եմ, որ իրանք շատ կոնկրետ փաստեր են սիրում եւ ամեն մեկին ես ունեմ իմ առանձին մոտեցումը, յուրաքանչյուր նշանին իրեն համապատասխան մոտեցում եմ ցուցաբերում, այնպես որ սիրելի կույսեր, ձեզ կոնկրետ թվերով, փաստերով ներկայացնում եմ։ Եվ այս ամբողջ այս պատմությունը սկսվեց Մարսից, ինչպես հասկացաք, իսկ հիմա ես արդեն ներկայացնեմ, թե դեկտեմբերին ինչ փոփոխություններ ունենք, լիալուսին, նորալուսին, արևը կփոխի իր նշանը, բնականաբար կմտնի այծեղ ջուրի նշան 21-ին, դա ձեզ համար ինչ խոսք շատ ավելի լավ է, դուք այդպես ամբողջովին խորասուզվեք ձեր նպատակների իրականացման մեջ, անպայման որ կարողանաք հաջողություն ունենալ եւ
այստեղ ոմանց մոտ նաև երեխայի թեման, սիրո թեման կարող է լինել։ Այսպիսի հետաքրքիր բաներ, ինչպես նաև Վեներան, Մերկուրին, Մարսը կփոխեն իրենց նշանը, Նեպտունը կդառնա ուղղընթաց, որը գտնվում է ձեր հակադիր նշանում եւ կարևոր իրադարձություններից մեկը ես ուզում նշել դա այն է, որ Սև Լուսինը կմտնի ձեր 4-րդուն աղեղնավորի նշան է մտնելու, ահա այսպիսի իրավիճակներ կան եւ հիմա փորձեմ մանրամասնել, միգուցե առանց նշելու, բոլոր դեպքերում հենց դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը Վեներան, իհարկե Վեներայի հետ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք, ձեր հակադիր նշանում ինքը բարձրակետում է եւ Վեներան կմտնի աղեղնավորի նշան, բոլորը Վեներան, Մերկուրին եւ Սև Լուսինը իրենք ի վերջո բոլորը դուրս կգան կարիճի նշանից եւ կտեղավորվեն ինչ որ ժամանակ իհարկե կտեղավորվեն աղեղնավորի նշանում, ահա այսպիսի իրավիճակ ունենք, իսկ դեկտեմբերի 12-ին Մերկուրին է նորից Մերկուրին է մտնելու աղեղնավորի նշան դուրս գալով, ինչպես ասացի, արդեն կարիճի նշանից մինչև 2026 թվականի հունվարի 2-ը ինքը կմնա աղեղնավորի նշանում, իսկ ահա Մարսը դուրս կգա աղեղնավորից դեկտեմբերի 15-ից մինչև 26 թվականի հունվարի 23-ը ինքը արդեն տեղավորված կլինի այծեղ ջուրի նշանում, ուրեմն ես ընդհանուր կարող եմ ասել հետևյալը, որ պարզապես խոսակցություններ, հնարավոր է գիտեք ձեր քույրերի, եղբայրների, բարեկամների, հարազատների հետ, ընկերների հետ հարցեր եք քննարկել, շատ հնարավոր է հարցեր կապված արտերկրի հետ, ձեր ոմանք ամուսնության, ոմանք բիզնեսի հետ կապված իրենց գործերի, ոմանք ընդմիշտ ապրելու եւ այլն, այդ խոսակցությունները կան, միգուցե դրսի հետ եւս պայմանավորվածություններ, ես ասեմ, որ դեկտեմբերին կարող է սա տրանզիտներում է, իհարկե ես ձեր քարտեզը չգիտեմ, միգուցե ձեր անձնական քարտեզում լրիվ ուրիշ պատկեր ունենք մենք, բայց բոլոր դեպքերում հնարավոր է, որ դեկտեմբեր ամսին ինչ որ շրջադարձային լինի, մասնավորապես կապված արտերկրի հետ, ինչ որ փոփոխություն լինի եւ դա պատճառ հանդիսանա, որպեսզի դուք կոնկրետ որոշում կայացնեք եւ իհարկե այդ խոսակցությունները, քննարկումները կբերեն նրան, որ շատ է համենայն դեպս ասցենդենտով կույսերի մասին եմ ուզում ասել, որ ձեզ մոտ շատ է այդ ընդգծված այդ թեման քննարկվում է արտերկրի հետ կապված, ահա ամեն մեկը յուրաքանչյուր նստիր նպատակի եւ իհարկե կանխատեսման արանքում էսպես ուզում եմ նշել եւ երևի թե այսուհետ կնշեմ, որտեղ ինձ խնդրել էին, որ մարդիկ կան, որ չգիտեն, ասենք իրենք ինչ նշանեն, ուստի խնդրեցի, որպեսզի ես նշեմ, այսինքն որ օրվանից, որ ամսվա, որ օրերն են, որ իրենք ասենք ցույց են տալիս, թե դու ինչ նշան ես, ես երևի թե դա ներառեմ ուրեմն իմ կանխատեսումների մեջ, փաստորեն մարդիկ որ չգիտեն եւ ես կնշեմ այդպես մարդիկ կողնորոշվեն իրենք ինչ նշան է, որտեվ ինձ շատ են գրում եւ հարցնում թե իրենք ինչ նշան են կամ երբեմն չեն հասկանում, երբ ես ասում եմ, որ արևը գտնում է այդ նշանում, ասենք իրենք գիտեն, միգուցե ասենք հորոսկոպի նշանը ձեր որն է, իրենք ասում են, բայց դա իրենք չեն հասկանում, որ դա նշանակում է, որ արևը հենց այդ նշանում է, այսինքն արևը պիտի մտնի այդտեղ, այդ օրը որ դու ծնվես, ինքը ծննդի մարմնավորվում ես ու դա հենց արևը հենց դա է, արևը կյանք է, տեսնում եք, արևը կյանք է, ահա եւ ուրեմն օգոստոսի 22-ից իհարկե պլյուս մինուս 1-2 դա պայմանավորված է նրանով, թե դուք որ թվականն եք ծնվել եւ որ ժամին, որտեվ կարող է լինել նահանջ տարի, այնպես որ ես այդպես ասում եմ, արդեն եթե ուզում եք այդ սահմանագլխին եք ծնվել, դուք պիտի անպայման տարին եւ ժամը նշեք, որպեսզի գրեք, ես ձեզ կասեմ, թե կոնկրետ ինչ նշանեք դուք, եթե գտնում եք սահմանագլխին, այսինքն ծնվել եք 22-ին, 21-ին կամ 23-ին, այդպես, ինչևէ, ուրեմն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 22-ին ծնվածները համարվում են կույսեր, կույսի նշանի ներքո, փաստորեն կամ հորոսկոպի նշանը կույսն է, այսպես ասեմ, իսկ որպեսզի իմանաք ձեր ծննդյան, ներողություն, որպեսզի իմանաք ձեր ասցենդենտի նշանը, պետք է իմանաք ձեր ճշգրիտ ժամը, քանզի
առաջինը լսում ենք ասցենդենտի նշանը, հետո նոր արևի նշանը, այսինքն թե դուք հորոսկոպով ինչ նշան եք։ Սա այսպես բացատրեմ եւ ուրեմն ստիպված կլինեմ բոլոր նշանների համար այսուհետ բացատրել, որպեսզի իրենք ավելի լավ պատկերացնեն։ Ահա, այսպիսի իրավիճակ է ձեզ համար եւ ես ուզում եմ նշել անպայման լիալուսինը եւ նորալուսինը, սա շատ կարեւոր է, դեկտեմբերի 5-ին Հայաստանի ժամանակով 3:13:53 արևև լուսինը կհակադրվեն երկվորյակի նշանում։ Այստեղ իհարկե տրանզիտներում մենք ունենք ոչ այդքան լավ ուրեմն տրամադրություններ, վիճակ, էներգիա, բայց միգուցե, ասենք 14 աստիճանում, միգուցե դա ձեզ համար հաջողակ լինի, դա ձեր անձնական քարտեզը ցույց կտա, բոլոր դեպքերում դա ձեր նպատակները, ձեր կարիերան է, սիրելի կույսեր, որը ձեզ անհանգստացնում է, որովհետև դեռևս 26 թվականին ձեզ մոտ, գիտեք, շարունակվում է ինչ-որ բան ավարտվում է ձեր կյանքում, ինչ-որ բան հեռանում է եւ պետք է այնպես անեք, որ այն ինչը որ ձեզ խանգարում է, դա հեռանա, որպեսզի կարողանաք ամեն ինչ սկսել նորից։ Այսպիսի process է կատարվում ձեզ մոտ։ Ահա, ուրեմն դա լիալուսնին համենայնպես կիմանաք, թե որոշած կլինեք, թե ինչ է, ինչպիսին են լինելու ձեր հետագա քայլերը, հասկանալի կլինի եւ դուք կանցնեք գործը, ինչպես ասում են, եւ 10-ին Նեպտունը կդառնա ուղընթաց մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը։ 7/7/2026, ահա, Նեպտունը, որը գտնվում է ձեր հակադիր նշանում, ինքը դուք զգացել եք մի քանի ամիս առաջ, ինքը իհարկե գտնվում է ձեր ֆինանսների տանը, եւ այդպես որոշակի անորոշություն, թե ձեր աշխատանքի հետ կապված կամ ֆինանսական ինչ որ այլ հարցեր կան, ինչ որ ծախսեր կային, որ ձեզ համար դեռևս անորոշ էր, որքան կձգվի դա, ինչ կլինի եւ դուք ինչքան դեռևս պիտի ծախսվեք, այսպես ասած, ինչեւէ ինքը կդառնա ուղընթաց, դուք անպայման կզգաք այդ էներգիան եւ բնականաբար կշարժվի դեպի ձեր ֆինանսների տուն, այնպես որ իմացեք, որ 26 թվականից ինքը վերջնականապես կհաստատվի ձեր ֆինանսների տանը, այստեղ ինքը երկար տարիներ է մնում, հեռավոր մոլորակ է եւ իհարկե որոշակի անորոշություն կլինի ձեր ֆինանսների տանը, այդպես։ Իսկ հիմա գիտեք, այսպեսի իրավիճակ է ստեղծվել, ասենք նույնիսկ ոմանց մոտ ամուսնության թեման կարող է լինել, կարծես թե գալիս է այդ պահը, բայց դժվարություններ կան, կամ դատարկություն է լինում, ոչինչ չի լինում, կամ եթե գալիս է այդ դժվարություններն էլ հետն են գալիս, այսինքն ինձ հանգիստ չեն տալիս, էլի, որ եթե այդ թեման թեկուզ համագործակցություն աշխատանքի մեջ, հա, ոչ միայն անձնական թեմայով, եթե գալիս է այդ հնարավորությունը, իր կողքից բերում է դժվարություններ ու դու պարզապես չես կողմնորոշվում, մանավանդ եթե ձեր անձնական քարտեզում կան որոշակի դժվարություններ, ասենք բացասական էներգիան է կուտակված, այստեղ առավել եւս դուք չեք կենտրոնում համագործակցել, չհամագործակցել, ինչպես անել հետագայում եւ այլն, այս դեպքում արդեն դեպքեր կան, իրավիճակներ կան, որ դու անպայման պիտի դիմես մասնագետին, մանավանդ կույսերի դեպքում, որտեղ ես ձեզ ասել եմ, որ կույսեր ձկներ, երկորյակներ, աղեղնավորներ ձեզ համար ճակատագրական տարի է, այնպես որ ձեզ համար կարևոր է ցանկացած քայլ, ճակատագրական քայլ, եթե պիտի գործեք, անպայման իմանաք, խորհրդակցեք, նոր գնաք այդ քայլին, թեկուզ ասենք տվյալ խնդրի, հա, եթե առաջացել է տվյալ խնդրում կոնկրետ լավ մասնագետի հետ, այսօր լավ մասնագետ գտնելը ցանկացած ասպարեզում բարդ է։ Դա էլ այդպես եւ 20-ին տեղի կունենա նորալուսին Հայաստանի ժամանակով 5:43 արևև լուսինը կմիավորվեն 29 աստիճանում եւ այն տեղի կունենա աղեղնավորի նշանում, տեսնում եք, դա ձեր 4-րդ տունն է, ընտանիքով ինչ որ թեմաներ եք քննարկում, բոլորը հավաքվել են այդտեղ, մոլորակները եւ առավել եւս նորալուսինը այդտեղ է լինելու եւ դուք 29 աստիճանում, առավել եւս մյուս կողմից էլ հենց նույն օրը իդեպ ասեմ, տեսեք 29-ին 30, արդեն 30 ամսի 1-ին դուրս է գալիս արևը, 21-ին արդեն մտնում է 20-ին նորալուսինն է լինելու, 21-ին ինքը արդեն կմտնի այծեղ ջուրի նշան եւ մինչ արևը դուրս կգա, սև լուսինը հասցնում է մտնել, այսպիսի իրավիճակ է, փաստորեն մենք ունենք 29-ին նորալուսինը եւ հենց նույն օրը սև լուսինն է
մտնելու աղեղնավորի նշան, որտեղ ինքը կմնա 9 ամիս, այսինքն դեկտեմբերի 20-ից մինչև 26 թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ ինքը լինելու է աղեղնավորի նշանում, իր հետ կբերի մի շարք փոփոխություններ ձեր կյանքում, ձեր ընտանիքում, ընտանեկան թեմայում, երեխաների թեմայում, այնպես որ կլինեն, գիտեք, հնարավոր է նաև այստեղ երեխայի ծնունդ լինի, այնպես որ փոփոխություններ բավականին շատ են ընտանիքի թեմայով եւ իհարկե ինչպես արդեն նշեցի մի քանի անգամ արտերկրի թեման է ձեզ մոտ բավականին ընդգծված սա այսպես եւ ինչպես որ ասացի հաջորդ օրը 21-ին տեղի կունենա ձմեռային արևադարձը, սա շատ կարևոր իրադարձություն է, ես այդպես եմ համարում եւ արևը այսինքն մտնում է փոխում իր նշանը, դուրս գալով աղեղնավորի նշանից կտեղավորվի այծեղ ջուրի նշանում, իհարկե Մարսը այնտեղ արդեն որոշակի գործողություններ է արել, որպեսզի դիմավորի արևին, իսկ Մարսը այծեղ ջուրի նշանում ինքը գտնվում է բարձրակետում եւ այստեղ էքզալտացիայում եւ կփորձի այստեղ ակտիվությունը ապահովել ձեր նպատակներին հասնելու, իրականացնելու եւ այլն, գիտեք, շատ ինչ որ առումով լավ է, որ արդեն արևը մտնում է այծեղ ջուրի նշան, որտեղ հողի նշանում է, դուք եւս հողի նշան եք եւ իհարկե այստեղ ձեզ համար շատ ավելի բարենպաստ կլինի, այնպես որ այդ քննարկումները տան ընտանիքի անդամներով երբ քննարկում եք, ես կարծում եմ արդեն դեկտեմբերի վերջին կլինի բարենպաստ ժամանակ եւ խորհուրդ կտայի, որ քանի դեռ արևը գտնում է այծեղ ջուրի նշանում, այսինքն 21-ից դեկտեմբերի տեղաշարժվենք հունվարի 21-22 այդ ժամանակահատվածը, ուրեմն փորձեք մաքսիմալ լավ եւ ճիշտ օգտագործել, որովհետեւ դա եթե արտերկրում հատկապես ինչ որ հարցեր կան եւ այդ հարցերում եւ ընդհանրապես ձեզ համար դա շատ լավ ժամանակահատված է, այնպես որ ճիշտ օգտագործեք եւ ուզում եմ նաեւ դրան զուգահեռ նշել մի քանի օրեր, որոնք մի քանի օրեր ուրեմն կապված արտերկրի հետ, եթե ինչ որ հարցեր եք քննարկում, իսկ կարծում եմ սա ձեզ համար շատ կարեւոր կլինի, ուրեմն ցանկացած բնակավարի համար կամ եթե ընտանիքում ինչ որ հարցեր կան, բնակարանի հարցեր կան, առքուվաճառքի հարցեր կան, բաժանության եւ այլն, այսինքն պարզապես մեծացել է ընտանիքը, առանձնանում են այդ առումով բաժանության կամ առանձնանալու ավելի ճիշտ։ Այսպիսի հարցեր եթե կան, ուրեմն ուշադիր եղեք դեկտեմբերի 1-ին պլյուս-մինուս 2-3 օր, 8-ին եւ 18-ին, բնականաբար հաջորդաբար պլյուս-մինուս 2-3 օր հաշվի ենք առնում եւ այդ ժամանակահատվածում փորձում ենք չգնալ կոնֆլիկտի եւ փորձում ենք ինչ որ հարցեր չկարգավորել կամ չանդրադառնալ, այդ հարցերին, հանդիպումներ եւ այլն զերծ մնալ որոշակի այդպես հարցերից շատ ավելի լավ կլինի, այնպես որ ուշադիր եղեք, գիտեք, դեկտեմբերը մի քիչ այդ առումով ծանրաբեռնված է, դուք շատ լավ կզգաք ընտանիքում անձնական թեմաներում ուրեմն որոշակի հարցեր կլինեն, որ դուք դա պիտի հաղթահարեք եւ դուք պիտի որոշում կայացնեք, ինչպես նշեցի, դա կարող է լինել թե անձնական դաշտում եւ թե գործնական միգուցե աշխատանքի հետ կապված եւ նաեւ մի խորհուրդ եւս տամ ձեզ, որ դուք փորձեք ղեկը ձեր ձեռքը չվերցնել, այսինքն միանձնյա գործունեություն չծավալել, սա շատ կարեւոր է, փորձեք համագործակցել, այդպես ավելի ճիշտ կլինի։ Եվ ասացի, որ նաև ամուսնության նրանք ովքեր ուզում են ամուսնանալ, այդ հնարավորությունը կա, այնպես որ օգտագործեք։ Սա էլ էսպես, իսկ ես ձեզ հրաժեշտ տամ մինչև հաջորդ ամիս իմ սիրելի կույսեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, արդեն ես ձեզ բացատրեցի, կարծում ձեզ համար շատ պարզ է։ Այնպես որ անպայման գրեք ձեր մեկնաբանություններում, ես հետևում եմ, եթե որոշ հարցերի չեմ պատասխանում, դա նշանակում է, որ հարցը ճիշտ չի տրված։ Այսքանը լավ եղեք, կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։